Տոնական առավոտ լուսոն շարունակում է սիրելի հեռուստադիտողներ եւ ես հարցազրույց եմ ունենալու լեգենդար մի արտիստի հետ, իմ պատասխանատվության զգացումը շատ մեծ է, մեզ է միացել մայստրո ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, հարգանքներս մայստրո, բարև ձեզ։ Ողջույն սիրելիս։ Լավ եք։ Գերազանց։ Ամանորը տարվա առաջին եւ լավագույն տոնն է, ոնց կարող եմ ես տրամադրությունս բարձր չպահել։ Հրաշալի։ Եթե դուք կարողանայիք ժամանակը պտտել եւ գնայիք հետ բերել, այո։ Չէ, ավելի լավ ես կտեղափոխվեմ 60-ական թվականներ։ Բոլոր ագանյոկների մասնակից դարձա եւ հպարտ եմ դրանով, որովհետեւ ես այնպիսի գեղեցիկ ելույթներ, բացառիկ ելույթներ տեսա, որ երբեք հնարավոր չի ուրիշ հաղորդումների հետ շփոթել տարվա գլխավոր հաղորդում, այսինքն նոր տարվան նվիրված ագանյոկը։ Շատ լավ, մայստրո, իսկ կասեք մեզ ինչ-տ է կորել ժամանակակից, հատկապես տոնական ամանորյա հեռուստահաղորդումներից, երբ կար ժամանակին, խորհրդային տարիներին կամ գուցե 90-ականներին։ Գիտեք, ժամանակը պարտադրում է իր օրենքները։ Չես կարող ընդդիմանալ, բայց կար երևույթներ, որ նկատելի եւ գնահատելի էր հատկապես նոր տարվա այդ կարևորագույն հաղորդման պահին։ Ինչու, որովհետև նրան ներկայացնում էր ոչ միայն կատարողներին, տարվա լավագույն գիտության, արվեստի, աշխատավորության, բոլոր ասպարեզների լավագույն մարդիկ ներկա էին այդ ագանյոկին եւ բոլորին ներկայացնում էր մեկ առ մեկ։ Այնպես որ ասես տարվա ամփոփումը լիներ ձեռքբերումների առաջընթացի, դա շատ կարևոր էր իհարկե։ Էլ չեմ ասում այն ուրախությունը, որ տիրում էր հեռուստատեսության ստուդիայում։ Իսկ ամանորը խորհրդանշող որ երգը կցանկանայիք, որ այսօր հնչեր հեռուստահաղորդումների ժամանակ։ Ցանկացած ուրախ երգ ամանորին կարելի է ներկայացնել, բայց եթե ինձ հարցնեն, ես անպայման կհիշեմ Արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, ես չեմ այրի, թող մոտենան։ Այստեղ պետք է հնչեին շատ բարձր ծափարությունները, շատ լավ, հիմա մի այսպիսի հարց, տոնական օրերին որն է ավելի հոգեհարազատ, բեմը թե տանը տաքուկ նստել եւ պարզապես վայելել ամանորը։ Գիտեք ինչ, նոր տարվա այդ տոնը ընտանեկան տոն է, գերադասելի է տանը դիմավորել քո ընտանիքի հետ բայց մինչև այդ կարելի է ընկերների հետ հանդիպել եւ դիմավորել նոր տարին։ Մեկ օր առաջ, երկու օր առաջ ոչինչ չի փոխվի, բայց ասեմ որ մենք նոր տարին Հայաստանի հեռուստատեսություն հաղորդմանը կենթանի էր այդ հաղորդումը, չմոռանանք որ տեսագրություն չկար եւ մենք դիմավորում էինք հենց հեռուստատեսության ստուդիայում եւ միայն առավոտյան մոտ 4-ին 5-ին կարողանում էինք գալ առավոտյան դեռ լույսը չբացված հասնել տուն եւ շնորհավորել ընտանիքի անդամներին մասնակից դառնալ այդ կարևորագույն տոնին։ Ամեն դեպքում միևնույն է, դա ընտանեկան է, որովհետեւ աշխատանքային ընտանիքներ դա, որտեղ որ ելույթներ եք ունենում։ Հիմա ձեզ ուզում եմ մի պահ պատկերացնել խոհանոցում։ Կարող ենք օրինակ պատկերացնել Ռուբեն Մաթևոսյանին ամանորին խոհանոցում, ինչու ոչ երգելով նաև, ինչ որ ուտեստ պատրաստելիս, թե ոչ։ Հնարավոր է, իհարկե։ Եղել է նման դեպք։ Շատ լավ, եւ հետաքրքիր մի առանձնահատկություն եւ ավանդույթ, որ առանց դրա ձեզ համար ամանորը լիարժեք չի լինում, մայստրո, կա նման մի ավանդույթ։ Ինձ համար միշտ ամանորը լիարժեք է, այդ օրը պետք է ուրախ լինես։ Ճիշտ է, շատ էր հնչում իմ ձայնը, թե հեռուստատեսությամբ, թե ռադիոյով, նույնիսկ փոքր տղաս ինձ ասում էր, մեր տանը քանի է պապակա, մեկը դու ես, մեկը հեռուստատեսություն, մեկը ռադիո։ Դա արտիստին բնորոշ կյանք է, կարծում եմ։ Մենք ձեզ համար պատրաստել ենք բլից հարցեր, ես կհնչեցնեմ հարցեր, դուք պիտի արագ պատասխանեք։ Պատրաստ եք։ Շատ լավ, սկսեցինք։ Ամանորը սիրելի է աղմուկով եւ հյուրերով, թե տաքթեյ եւ ֆիլմ։ Իհարկե տաքթեյ։ Լավ, բայց կոնյակով։
կոնյակով, ինչու ոչ։ Շատ լավ տարբերակ է։ Տոնածառը պետք է լինի բնական, արհեստական, թե ձեռքի պատրաստված։ Գիտեք ինչ, ափսոսա բնականը, պետք է արհեստական լինի, որ ամեն տարի էլ դնես, չմտածես, որ վազվզես, ճարես, արդեն տանը կա։ Այդ տոնածառը օգտագործես կանաչ գույնի։ Կանաչ գույն եւ արհեստական, շատ լավ։ Նվեր տալ, թե նվերներ ստանալ։ Պարտադիր բոլորին պետք է նվիրես, թորնիկներին, կնոջդ, տղաներին, աղջկատ, հարսիդ, փեսայդ, բոլորին պետք է նվերտես, իրանք էլ քեզ կնվեր կտան։ Մայստրո, հիշում եք վերջին նվերը, որ դուք ստացել եք։ Չէ, ես քիչ եմ նվեր ստանում։ Իսկ ինչ եք նվիրել։ Ես նվիրում եմ ավելի շատ, քան ստանում։ Հիշում եք ինչ եք նվիրել վերջին նվերը։ Վերջին անգամ երկու թորնիկից հեռախոս եմ նվիրել։ Ընտիր, շատ լավ։ Եվ վերջին հարցը, եթե ամանորը մի ցանկություն կատարեր հենց հիմա, հենց այս վայրկյանին, ինչ կխնդրեիք նրանից։ Ուղղակի ժպտային ասեի շնորհակալություն, որ այսքան տարի մեզ համար երգել եք։ Դա կլինի լավագույն նվերը։ Դե ուրեմն շնորհակալություն, որ այսքան տարի երգել եք։ Շնորհակալ եմ, սիրելիս։ Մեզ հետ է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, շարունակվում է տոնական առավոտ լուսոն, մնացեք մեզ հետ։